հեղափոխությունը վաղուց փոշիացել է։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Ալեքսանդր Մակասյանն եմ եւ այսօր ուզում եմ ձեր հետ քննարկել թե ինչու հեղափոխությունը փոշիացվեց եւ որն էր դրանց պատճառները։ Ըստ ինձ առաջի ամենամեծ պատճառը դա նոր իշխանության ղեկավարման անփորձությունն էր եւ քենախնդիրությունը, այն որ հեղափոխությունը եւ իշխանափոխությունը տեղի ունեցավ ընդդեմ Սերժ Սարգսյանի մերժիր Սերժին լոզունգներով եւ չգիտես ինչու մեղադրյալի աթոռին հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը, սա իմ համար ամենաառաջին կարմիր կետն էր, red flag անգլերենով ասած, ուրեմն անփորձության մեջ մտցել եմ նաեւ բարձր պաշտոնային տվյալ պահին հեղափոխության հետ կապ ունեցող մարդկանց նշանակումը ի սկզբանե Արտուր Վանեցյան, Վալերի Օսիպյան եւ ամենամեծ կետը անփորձության դա ժողովրդին սև ու սպիտակի բաժանելն էր։ Ուրեմն երկրորդ կետը կադրերի հարցն էր, ուրեմն կադրերի հարցը ինչու եմ առանձնացրել, որովհետեւ մենք ունենք նախարարներ, այժմ հիմա էլ ունենք, մինչև հիմա էլ ունենք նախարարներ, փոխնախարարներ, որոնք ոչ մի աշխատանք չեն ունեցել, նույնիսկ երկու հոգանոց խումբ չեն ղեկավարել, պրոֆեսիոնալ իմաստով, եւ նրանց առաջի աշխատանքը փոխնախարար կամ նախարար աշխատելն է։ Ուրեմն կադրերի հարցում առանձնացրել եմ նաեւ կուսակցականացումը, որը հին հանրապետական բարքեր էր, ոչինչ չփոխվեց։ Հիմա էլ եթե դու ուզում ես երկրիդ օգուտ տաս, բարձր պաշտոնի հավակնես, դու պարտադիր պետք է լինես քաղաքացիական պայմանագրի շարքերում։ Ես հասկանում եմ, որ որոշակի պաշտոններ, այո, պետք է ենթադրեն իշխանական կուսակցության ինտեգրում, կուսակցականացում, բայց որոշակի հարաբերակցություն պետք է լինի, օրինակ 50 ամենալավ հարաբերակցությունը 60-40-ը կլիներ, այսինքն 60% գոնե ոչ կուսակցականացված կամ կուսակցության ոչ անդամները իրավունք ունենային եւ հնարավորություն ունենային պաշտոններից զբաղեցնել եւ այդ մարդկանցից չստիպեին, որ այ դու եթե ուզում ես առաջ գնաս կամ եթե ուզում ես այսինչ պաշտոնը պետք է պարտադիր գաս մեր կուսակցության անդամ դառնաս։ Ուրեմն երրորդը ոչ քննադատություն, այսինքն քննադատություն չսիրելը կուսակցականների կողմից, այսինքն Նիկոլ Փաշինյանը եկավ, նորից նրան կուրկ դարձրեցին, նորից նրան սխալական է, ով կուսակցության, ով իրենց կուսակցությունից անգամ քննադատում է, Հովիկ Աղազարյանի օրինակը, ձեզ օրինակ, ով իրենց կուսակցությունից անգամ քննադատում է, միանգամից դիմումդ գրի դուրս արի, այսինքն այս լիդերի անձի կռապաշտությունը պետքա մեկընդմիշտ վերանա։ Բոլորն էլ սխալական են։ Ոչ մի անսխալ մարդ չկա, այո, եթե մարդը ձեր ղեկավարն է ու սխալ բան անում, դուք պետք է իրավունք ունենաք, թեկուզ կուլիսների հետևում, թեկուզ ձեր թիմակիցների շրջանում քննադատեք։ Քննադատությունը վատ բան չի։ Քննադատությունը պետք է ընդունել։ Չորրորդը սերտաճում, շատ ակտիվ սերտաճում հին բարքերի հետ, այսինքն այս մարդիկ դրսևորում են կլասիկ նեոբոլշևիզմ։ Իրանք կլասիկ նեոբոլշևիկներ են։ Թալանելը վատ է, քանի իրանք չեն թալանում։ Օլիգարխ լինելը, հարուստ լինելը շատ վատ բան է, ահավոր բան է, քանի իրանք չեն օլիգարխ։ Տեսնում ենք էլի ինչա կատարվում։ Ուրեմն 5-րդը այդ հնացած թեզերն է, դրա մասին շատ ենք խոսացել, այսինքն մինչև հիմա թալան, ձեզ թալանել են, ձեզ կեղեքել են, թալանել են։ Այդ թալանը վաղուց դուք եք մարսում արդեն։ Այդ թալանը ձեր գրպաններում է արդեն։ 7 տարի երկրի ղեկավար եք։ 7 տարի երկրի ամենաուժեղ ուժն եք։ Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ կատարեք ձեր վերլուծությունները, հանրային հեռուստաընկերություն մի նայեք, խնդրում եմ կարդացեք, ինքնակրթվեք եւ միայն այդ միջոցով մենք կարող ենք հասնել Հայաստանի Հանրապետության զարգացմանը։ Շնորհակալություն, ցտեսություն ձեզ։